շնորհակալ ենք, որ եկաք տաղավար եւ այսպես հիմնական երկու թեմա ենք ունենալու Երևան Էջմիածի, բայց սկսենք Երևանից ավականու վերջին նիստը ելի բուրըն էր անցնում, դուք այնտեղից նաեւ տեսանյութ էիք, լայվ էիք անում, որտեղ խոսում եք, որ անիվ երկու պրոյեկտն են իրենք հիմա նորից բերում, կոռուպցիա թալան, թաթախված անիվը գիտենք, խնդրեմ այս մասով ինչ կարող եք ասել, համեցեք։ Բարև ձեզ։ Երեք հերթական Երևանի ավականու հերթական նիստի ժամանակ պարզ դարձավ, որ այս փոքրամասնության քաղաքապետը ԿՊԱ-ական Տիգրան Ավինյանը մի նոր հետաքրքիր բան է մոգոնել, ոնց հերթական անգամ երևանցիների նորից կարողանա փող հավաքել երևանցիների վճարած турքերից, հարկերից։ Հիմա մի հատ հիմնարկ եմ բացում, ես այդ հիմնարկի անունը դրել եմ անիվ 2, այդ հիմնարկին Երևանի բյուջեից ամսական վճարելու են 41 միլիոն դրամ, այդ հիմնարկում աշխատանելու են մարդիկ, ես այդ մարդկանց դեմ բան չունեմ, բայց հասկանում ենք, որ հերթական մսխում է լինելու բյուջեից, 41 միլիոն դրամ ամսական տալու են, որ այդ մարդիկ նստեն ինչ-որ մի հատ կենտրոնում, կամերաների, տեսախցիկների առաջ, որ մտածեն, թե ոնց կարողանան Երևանի խցանումները թեթևացնեն կամ բացեն, կամ մի բան անեն այս խայտարակ վիճակի հետ Երևանում, բայց դրանից առաջ, երբ այս նույն Տիգրան Ավինյանը 13 ավտոկայանատեղիների կարմիր գծերի գումարը դարձնում էր 160,000 դրամ, իրենք իրենց ճղում էին մեջտեղից, որ ժողովուրդ ջան, մենք չենք թալանելու ձեզ։ Ուղղակի դա միջոց է, որը որ միանշանակ պետք է թեթևացնի խցանումները։ Հիմա այդ գումարները միլիարդավոր հավաքում են, ոչ մի բան էլ չի, ոչ մի իրենց ասած խցանումներն էլ նույն կարգի մնացել են, դատարանն էլ մի հատ Մայր Հայաստանի ներկայացրած մենք վճիռ են ներկայացրել դատարանը, որ ոչ իրավաչափ է ճանաչել այս թանկացումները, ոչ մի բան այս մարդիկ հաշվի չեն առնում։ Համ կարմիր գծերից են նորից շարունակում թալանել, համ էլ մի հատ նորից պոակեն, թե ինչ հիմնարկ են ստեղծում։ Մի հատ էլ այնտեղ տարեկան արդեն 1,2 միլիոն են վերցնելու այդ աշխատավարձների համար։ Մյուս տարի այս ժամանակ ասեն այդ հիմնարկը լուծարվեց, աշխատողները չկարողացան, մեկին կբարթեն, մեկի վրա մի հատ գործ կհարուցեն, կասեն ժողովուրդ ջան, այդ փողերը որ մրսխվեց, իրանց մեղքն են, մենք ինչ կապ ունենք։ Երևանցիներին ուզում եմ նորից տեղեկացնել, որ ԿՊԱ-ական Տիգրան Ավինյանը ու ընդհանրապես այդ ԿՊ-ն երևանցիների գլխի պատուհաս է։ Սրանք մենակ բան են ման գալի, ինչ հիմնարկ ստեղծեն, ինչ անեն, որ կարողանան երևանցիներին գումաները իրանցով անեն, ինչի եկավ ստեղծվեց այս ամեն ինչ, ես էլ չէր լինի, ես հիմնարկներ չէ ստեղծվի, իրենց վարչապետը մի քանի ժամանակ առաջ կառավարության հանրապետության հրապարակից գնում էր այդ ԱԺ էր գնում, թե կառավարական ամառանոցներ, մնացել էր այդ խցանումների մեջ չէր կարողանում դուրս գար։ Անգամ այդ ոստիկանական շարասյունը, որ ոչ սկիզբն է երևում, որ վերջը չէին կարողանում բացել, դրա համար երևի ջղայնացել էր Տիգրան Ավինյանի վրա, բայց չէ, ներողություն կհասկացում եմ, որ կարողանա ջղայնանա։ Երևի տենց ասել էր, ինչ մի հատ թոս փչոցի անենք, իրար հետ որոշել են, որ ծածկա դմփոց անեն, երևանցիների աչքին թոս փչեն, հիմա էլ հիմնարկ են ստեղծում, ասում են եկեք այս $1,200,000 տանք, թող այս ժողովուրդը նստի մի սենյակում մտածի ոնց չի լինելու, նորից նույն խայտարակ վիճակն է, քանի որ ոչ կարմիր գծերի թանկացումն է օգնելու, ոչ այս իրենց ասած գույքահարկից բռնած միջև տարատեսակ թանկացումներ, ոչ մի բան օգուտ չի տալու, ոչ մի բան չի լավացնելու երևանցիների կյանքը, այլ հակառակը բարդացնելու է, քանի որ հունվարի 1-ից գույքահարկը դարձնելու են 100%, ու սենց տարբեր բաներ թանկացնելով, իսկ ինչ վերաբերվում է բուն երևանյան խցանումներին, հենց սրանց հեղինակները ոչ թե ավելացրած մեքենաներն են, որ Երևան են եկել, այլ դուք եք, Տիգրան Ավինյանը ու ԿՊ-ն, ու այն իրոք կցված կուսակցությունը, իրանք են այս ամեն ինչի հեղինակը։ Փոքր Երևանում, փոքր կենտրոնում ու ընդհանրապես Երևան քաղաքում աջ ու ձախ հազարավոր շինթույլտվություններ են տվել։ Ոչ մեքենաների կայանելու տեղ կա, ոչ նոր իրենց ասած գալիս էին իշխանության 23 թվականից նոր ավտոկայանատեղիներ են սարքելու, մի հատ ավտոկայանատեղի չեն սարքել։ Ոչ մի էստակադա չեն սարքել, որ շրջանցի այս Երևան քաղաքը։ Միայն ասֆալտ են արել, քերել են
Քանդել են, նորից ասֆալտ են արել, փող են հավաքել։ Կարմիր գծերն են թանկացրել, փող են հավաքել։ Տրանսպորտ են թանկացրել, շատ փող են հավաքել, մարդիկ մնում են կանգառներում։ Պարզ եւ հստակ Երևանի կառավարումը ոտներին գցած խայտարակ ՔՊԱ-կաններն ու Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ընկել են երևանցիների հետևից։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Հեսա մի քանի միլիոն էլ դուրս կգրեն, մի հատ էլ տոնածառը կզարդարեն, կասեն երևանցիների համար տոներ, նոր տարի են կանում։ Բայց երևանցին լավ հասկանում է իր կաշվի վրա, զգում է, որ գործից դուրս է գալի, մնում է կանգառներում, ժամ 2 ժամ հետո տուն է հասնում, իր շալակ նստած, թանկացած տրանսպորտով հասնում է տուն, ասում ես հունվարի 1-ն է գալի, հիմա ես նոր տարի անեմ, թե հունվարի 1-ից 100%-անոց գույքը հարկմուծեմ։ Հետո գույքը նոր տարուն այդ օրերը վերջանում է, ասում եմ լավ, այս աղբը մի փոքր աղբ է, այս որտեղ տանեմ թափեմ, հասկանում եմ, որ արդեն աղբը անձով չի, քառակուսիով է։ Փաստորեն եկանք փաստեցին, որ այս մարդիկ շղթայական ամեն ինչ թանկացրել են, թանկացումների քավորներն են, շատ գումար հավաքելու քավորներն են եւ սիրելի երևանցիներ, սրանք միտչև վերջ կռիվ են տալու, որ ոչ մի պարագայում իշխանություն չկորցնեն, որովհետեւ թալանը դա իրենց համար ամենա նախընտրելի միջոցն է։ Որևէ հիմնավորում ունեն ինչու են ստեղծում ձեր հակադարձություններին, ձեր դիտարկումներին։ Ոչ մի հիմնավորումներ չեն կարող ունենալ, որովհետև իրենք լավ հասկանում են, որ մեր շնորհիվ, ավականու անդամների, տարբեր անդամների շնորհիվ երևանցիներն էլ արդեն հասկանում են, որ ոչ ինչ խափում են, ստում են, կեղծիքներ են տարածում, էլ արդեն չեն հա, ոչ ոք չի հավատում իրենց։ Ոչ ինչ հիմնավորում պետք է ունենան։ Ասելու են կասեցին կարմիր գծերը մի թանկացրեք, օգուտ չի տալու այդ միլիարդները, որ հավաքելու եք, ձեր համար եք, էլի ձեր սեփական գրպանների համար չէ օգուտ տալու, ստիպված թանկացրեցին, տեսանք օգուտ չտվեց։ Հիմա էլ էսի են անում։ Ասում են մի տարի հետո ինչ է գալու, մարդ կա որ գալու է պատասխան տա։ Ասի ես պատասխանատվության եմ ենթարկում, սխալ էր այս $1,200,000 մսխելը, էլի չստացվեց։ Չկա այդպես մարդ։ Մեկի վրա կբարթեն, ճանապարհեն կգնա։ Եվս մեկ անգամ կհիշեցնեք, այս նոր բանից ինչքան գումար են թալանելու ստեղծության, որ ստեղծել են այդ վերահսկողությունը։ Ամսեկան 41 միլիոն դրամ տալու են աշխատավարձ։ Դա մոտ $1,200,000 տարին։ Աշխատողները նստելու են կամերաների առաջ, տենց էլ չգիտեմ, ես այդ մարդկանց դեմ բան չունեմ, գալու են, տնօրենն էլ $1,700,000 ստանալու ինչ անելու այդ անիվ երկուսի։ Հետո իրենից հեռու, բայց մի տարի հետո կտեսնենք այդ տնօրենը դրսից մի ուրիշ երկրից արդեն Տիգրան Ավինյանի վրա էլ, ասում են ինքն է մեղավոր։ Ոնց որ անիվն է, էլի, ասում են տնօրենն է մեղավոր, տնօրենն էլ ուրիշ երկրներից ասում է դուք եք մեղավոր, այս էլ նույն անիվ երկուսն է, տարբերություն չի լինելու։ Փողը կհավաքեն կթռնեն։ Գալով, կարծեմ կարմիր գծանմուշների գործով եք, չէ՞, դուք դատարանում հաղթել, ինչ ընթացք ստացել այդ ամենը։ Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց, իսկ ԿՊԱ-կանները նորից ձգձգեցին, որ կարողանան տարեվերջ էլի երկարացնեն։ Հիմա շատ հետաքրքիր փաստի առաջ են կանգնելու երևանցիներին ուզում եմ տեղեկացնել, որ մյուս ամիս դեկտեմբերին տարեվերջյան ավականու նիստի ժամանակ պետք է նորից ընդունեն կարմիր գծերի թանկացնելու որոշումը։ Հիմա մենք բոլորին այնպես ենք անելու, որ երևանցիները լավ տեսնեն ու տեսնեն, թե ով է էլի գնում իրանց դեմ։ Այնտեղ գոյություն ունի 5 խմբակցություններ։ ՔՊՆ-ը, իր կցորդ հանրապետությունն է, ազգային առաջընթացն է, Մայր Հայաստանն է եւ հանրային ձայնը։ Հիմա ժողովուրդ ջան, ուշադիր բոլորդ կնայեք։ Դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։ Հիմքում քաղաքացիական պայմանագրու կցորդը ասում են, որ մենք թանկացնում ենք 13 անգամ, որ միանշանակ խցանումները վերջանան։ Դատարանը ասեց խցանումները ավելացել են, չեն վերջացել ու ոչ իրավաչափ անցած տարի սրանք ձգձգեցին, որ կարող է մնա ուժի մեջ։ Հիմա մյուս ամիս նորից որոշումը պետք է ընդունվի։ Եթե չընդունվի, միանշանակ կարմիր գծերի վճարը դուրս է գալիս։ Բայց տեսեք, ուշադիր կնայեք ավականու հերթական նիստի ժամանակ, մենք բոլորին այն արդեն դեմքով ցույց ենք տալու, որ կուսակցությունը կլինի, ում կցորդը կլինի, ով նրա հետևը կանգնած կլինի, չգիտեմ, ով ուզում է դա մեզ չի հետաքրքրում։ Բոլորին դեմքով ցույց ենք տալու, ով է նորից կողմ քվեարկելու, որ այս որոշումը ընդունվի։ Մյուս ամիս շատ հետաքրքիր նիստ է սպասում։ Գալով մեկ այլ խնդիր
արել եք վիճակագրություն հասկանալու համար, ինչպես են իրենք բաժանում, ովքեր են հաղթում, ես մերձակայքի մարդիկ եմ, ոնց է այս ամենը։ Իրենց վարչապետը, որ ասում ասֆալտը, դա ասֆալտը փողը, չէ։ Հիմա դրան կարելի է հակադարձել շինթույլտվությունը, դա շինթույլտվություն է։ Աճ ու ձախ շինթույլտվություն են տալի։ Մի հատ գնացեք այդ շինհրապարակները նայեք։ 5 անգամ նիստի ժամանակ փոքրամասնության քաղաքապետը ինքը իր վրա, ինքը իր ենթակաների, չինովնիկների վրա գոռում է, ինքը իր նեղանում է, թողում գնում է այդ նիստից։ Այս մարդը 5 անգամ ասում է, մի հատ այդ չկա, այդ հիմնարկում մարդ կա, գնացեք այդ կան, սենց ասեմ, լավ այդ շինհրապարակների այդ փոշ ու կեղտի համար այդ կաներ կա, պետք է փակվի։ Էլ ինչ անի, գոռում է, բանի տեղ դնող չկա։ Հա որտեվ իրեն ոչ մեկ բանի տեղ չի դնում։ Դե գոնե ցույց է տալի, ասում է, գնացեք, մի բան արեք, այդ շինհրապարակները փակեք, կեղտ ու փոշի մեջ կորում է Երևանը։ Ինքը լավ գիտի, որ կողքից շինթույլտվություն ինքն է, չէ՞ տվողը։ Աճ ու ձախ տալիս է, բայց գոնե մի բան էլ իր ասածով անեն, չեն անում։ Լավ են անում, որովհետև ինքը փոքրամասնություն է, ինքը լեգիտիմություն չունի, հենց այդ խնդիրն է, ինքը լավ գիտի, որ մի հատ հանկարծ ուզենային կցորդ կուսակցության ավականունների հետ խնդիրներ ունենա, կարող է մի օր ներվայնանան Ավինյանի սիրած, ասեն չեն գալի նիստի։ Ես հա օրինակ այդ ձեր նշած անձնավորության փոքրիկ այդ կուսակցության ավականու անդամները կներվայնանան Ավինյան Տիգրանի վրա, չեն գա նիստի ու այդ սա ձախողված ձախողումները կգնա այդ օրը, կարող ներվայնանած բաներ կարանի, ես չեմ կարող ասեմ, դե չեմ տիրապետում։ Իսկ ինչ վերաբերում է շինհրապարակներին ու շինթույլտվություններին, բոլորը տոկոսայինով որ նայես 50-ից ավել տոկոս կիսատ կանգնած է։ Ոչ մեկ ավարտին չի մոտիկանում։ Ինչի համար, որովհետև այս մարդիկ ոչ կոմպետենտներ հավաքվել են իրար գլուխ, աճ ու ձախ տալիս են շինթույլտվությունները, բայց չեն մտածում, որ այս քաղաքում կոյուղատարեր կա, էլեկտրացանց կա, գազի խնդիր կա, ջրահեռացման խնդիր կա, մարդկանց ջուր տալու, ընդհանրապես խմելու ջրի խնդիր կա, էդի մի հատ հաշվի առնեք, նոր աճ ու ձախ տայիք։ Հիմա էլ աճ ու ձախ տվել են, այս իրենց է մեղադրելու չի էլ այս նորակառույցների, ով որ նորակառույցներ է անում, այս մարդիկ էլ գումար են ուզեցել աշխատեն, վերցրել են, հիմա չգիտեն ինչ անեն, կիսատ մնացած, քաղաքի կեսը շինհրապարակ է դարձած, դրա համար այս օրին են, հեսա սկսվում է հետաքրքիրը, անձրևները, սա որ անձրևները սկսեց, նորից էլ այդ լոդկեքով որ պահել է, հանելու են, որովհետև բոլորը խցանված, խայտարակ վիճակ, այս տերևները, մի ամիսա մարդ ենք ման գալի, ասում ենք, այս տերևները հավաքել տվեք, գնում լցվում են այդ կոյուղատարի մեջ, հեսա անձրևներն եկավ, նույն վիճակն ալու էլ, մի քիչ էլ մինուս արեց եղանակը, սառելու է մնա, ում ես ասում, մարդ չկա, կարևորը հիմնարկ ստեղծեն, 41 միլիոն դրամ նորից դուրս գրեն։ Ինչ անելու իրեն Սևանի լոդկեն անելու Ավինյան։ Հա ինչ պետք է Ավինյանին ինչ կան, Ավինյանն նստում է տունը, այս խեղճը Երևանցիներն ու ինչ ասես գրում են այդ սոցիալական ցանցերում, ում ինչ ասես ասում են, ստեղից մտնում անդերից դուրս է գալի։ Մեկը կա որ նեղանում է, մեկը կա որ վատ ազգում է իրանց ինչ ասես ասելուց Երևան, ոչ մի բան։ Գնացեք կանգառներում, տեսեք ինչ են ասում քաղաքացիական պայմանագրի կառավարման մասին։ Ես չեմ կարող հիմա եթերային ասեմ, թող գնան նայեն։ Բարեփոխված տրանսպորտը թանկացնում էին, ասում էին, արդեն խոսեցիք, որ ավետարան վիճակում է այդպես, ես էլ իմ ասում կարող եմ հասնել, օգտվելով հանրային տրանսպորտից, դա ուղղակի սարսափ է։ Մի անգամ իկին ասած չէ, եթե այն ժամանակ այսպես կիսակզած էին իրար գրկում, հիմա ձիգ կանգնած են իրար գրկում։ Այս մասով խնդրեմ ինչ կա եւ այս թանկացումները ինչպես է, էլի կարողանում են այդ տուգանք հիմա ձերադարձած ժողովրդի կարողանում են քերթել։ Հիմա իրանք խափում են, ասում են թանկացնում ենք տրանսպորտը, որ բարեփոխված մարդիկ նստեն, բայց մինչև նստելը տրանսպորտ պետք է սմարթ կանգառներում սպասեն, սիրուն, տակ։ Եթե դուք հեսա վերադառնում եմ այնտեղ, էդի հենց սպասեք։ Հիմա դուք եթե ինձ Երևան քաղաքում մի հատ սմարթ կանգառ ցույց կտաք, Աջափնյակի մետրոյի արև ես ներողություն կխնդրեմ։ Անհնար է։ Այս մարդիկ արդեն նայում են, իրանք իրանց նայում են ու իրանք իրանց վրա ծիծաղում են։ Ընտրությունները գալիս է, սկսում են խաբել Աջափնյակի մետրոն։ Իսկ սովորական փոս չեք կամ դու փոսալցման աշխատանք չեք կամ դուք ոնց կարաք Աջափնյակի մետրո սարքեք։
բարեփոխում արին ստիպված է 300 դրամը սենց կռիվ տալով մի ձևի ասին լավ, եկեք կնենց անենք, այս ժողովուրդը շատ բունտ չանի, էլի հանգարց իշխանության մեր խնդիր կառաջանա, կարող է կորցնենք, ներվանանան մեր քաղաքացիները։ Հիմա 150 դրամ են դարձրը, 150 դրամը ձեռքերը չեն կարողանում նստել։ 45 րոպեով սպասում են մի հատ կանգառում գա։ Նույն Նժդեի հրապարակ ես այդ կանգառը միշտ գցելու եմ, այնքան եմ գցելու, մինչև ուղեղները մտնի, որ գան այդ կանգառի այն նավեսը, լավ ոնց ասեմ, Տիգրան Ավինյան, այնտեղ մի հատ այդ 41 միլիոնից 1 միլիոն դրամ ծախսի, կամ դու չես ծախսում, այդ նստի այդ Mercedes-ը էլեկտրական, արի մի հատ այդ կանգառում, այդ մեքենա թողեն կողմ, մի հատ արի տեղ ձեր մի քանի չինովնիկներով, եկեք մի հատ այդ կանգառում սպասեք։ Տեսեք տրանսպորտին կարող եք սպասել։ Հեսա ցրտերն են գնում, ոչ այդ կանգառում նստելու տեղ կա, ոչ նավես կա, տանիք կա, որ մարդիկ կարողանան կանգնել։ Լավ ինչքան կարելի է այդ կանգառը հա դնելու եմ այդ կանգառի նյութը։ Ամեն շաբաթ գնալու եմ այդ կանգառի նյութը դնեմ։ Որ կարող ուղեղները մտնի, որ մի քիչ կարելի է այդ կանգառը սարքել, մի բան։ Սմարթ բան կպտի ձեր գլխին, սմարթ չեն ուզում։ Այդ կանգառը ժողովուրդ ասում մի քիչ մեծ լինի, կարողանանք նստել, չսառենք, որովհետև 45 րոպեից նոր գալու է իրանց ավտոբուսը։ Գալիս էլ է, չեն էլ կարողանում նստել։ Կիսատ, երեք լավ էր ասում միկին, պասերով ասում, եթե տնից 4 հոգի ենք լինում կամ 3, մեկին ասում մտցնում ենք մեջը, գնա հաստի տուն, որ մի ժամուկեսից էլ նոր մենք հասնենք։ Լավ գժի տեղեք դեր այս մարդկանց։ Ու ինչքան եք, ինչ եք անելու, այդքան փող հավաքել, ինչ եք անելու, վերջը։ Բայց ձեր ապրած, լավ դուրս եկեք մի հատ փողոց, Ավինյան Տիգրան, մի հատ դուրս արի փողոց։ Այդ ցերեկը որ մի հատ ավտոբուս են գտնում, գնում ես, բայց այդ ավտոբուսի մեջ է որ գնում նստում է, այդտեղել են, նենց վերաբերմունք են ցույց տալի, որ մարդ մի քիչ ինքնասիրություն ունի, ասել լավ հերիք էլի կյանքները կերել եմ այս մարդկանց, արդեն տանել չեն կարող մեզ։ Մի հատ եկեք ժամը 5-ից երեկոյան 17:00-ից ես բոլորին կհրավիրեմ, կտանեմ, կխնդրեմ մեր քաղաքացիներին, ասեմ իրար հետ շփվեք, կասեմ հələ դուրս եկեք։ Մի հատ առաջարկ եմ անում հիմա ԿՊԱ-կան Տիգրան Ավինյանին, այն իրանց կա խմբակցության ղեկավարին, ով կա, մեկ գիշ նրանք вообще ինձ հետաքրքիր չեն ընդհանրապես։ Այն որ մեկ կա խմբակցության ղեկավար ունեն, գիշերները նստում է մի հատ ավտոբուս, ժամը 10:30-11-ին 4-5 հոգով ընդհանրապես մեքենա ավտոբուսով է երթևեկում։ Եկեք, տանում եմ ձեզ ժամը 17:00-ից սկսած Նժդեի վրայի կանգառներ, տարբեր կանգառներ։ Եկեք իրար հետ գնանք, հենց այդ նույն կանգառը, որ ես ստիպված այդ կանգառը ամեն անգամ դնում եմ։ Գնանք այդ քաղաքացիներին ես խնդրեմ, իրանք այդ 4 հատ, 5 հատ նստարան կա այդ կանգառում, բայց կանգառում 70-80 հոգի մարդ է սպասում։ Տեղել չկա սպասելու, դե էլ ջուր է։ Մի հատ անձրևը գալի ջուր ալնում, всё, բրծավ։ Իրենց խնդրենք այդ մարդկանց, մի հատ Ավինյան Տիգրանը իր խմբակցությունով մի քանի հոգով ունեն այնտեղ, թող նստեն այդտեղ սպասեն տրանսպորտի։ Այնց ուժեղ տեսարան կլինի։ Եթե մի քիչ էլ շատ ուզենա, թեթև անձրևային եղանակին գնանք։ Հենց այդ Տիգրան Ավինյանը նստի տեղ, ես ուզում եմ այդ պատկերը արդեն հասկանում եմ, էլ այդ կանգառն է, տանիքը չկա, կողքերից փչում է, 5 հատ նստարան է, 5-ից 3-ն էլ ջարդած։ Ավինյան Տիգրանը պետք է նստի տեղ այդ բարեփոխված տրանսպորտին սպասի։ Այդ կլինի իրանց համար ամենալավ։ Ինքը չի կարա նստի։ Ինքը չի կարա նստի, իրան քաղաքացիները կնստացնեն իր հետ։ Հետո դե շփման մթնոլորտում իրար հետ արդեն Ավինյան Տիգրանին իր կառավարման մասին մի քանի բան կասեն։ Լավ հերիք է։ Մարդը արդեն տնից դուրս է գալի, մտածում է, աշխատավարձ եմ ստացել, վարկերը, չէ, տրանսպորտը թանկացել է, էնի պետք է մուծեմ։ Սպասի հասնեմ տուն, աղբահանությունը արդեն քառակուսիով է դարը։ Հետի թողենք դուրս գանք, հեսա հունվարի 1-ից գույքը հարկը 100%, ու տենց գժվում են այս մարդիկ։ Գնացեք կանգառ նայեք, մարդկաց նայում ես դեմքին, ինքը նայում է քեզ, բայց հաղորդակցություն չկա քո հետ։ Չի հասկանում, լավ ինչ պետք է լինի։ Բացի եթե ես մթերային ամեն մտնում ես խանութներ մթերային, թե մի քանի տարի առաջ 20,000 դրամով կարող էր մի ցելոֆանով դուրս գալ, հիմա այդ 20,000 դրամով ոչ մի բան չես կարող անել։
Այդ դրա համար եմ ասում, մի օր պետք է մեր քաղաքացիներից մեկն ու մեկը ասենց գա, մենք էլ ստիպենք Տիգրան Ավինյանին տեղերով փոխվի այդ քաղաքացու հետ։ Այն քաղաքացու, որ այս ամեն ինչը ասենց նկարագրի։ Հիմա Տիգրան Ավինյանը տնից դուրս է գալի, իր էլեկտրական մեքենայով գնում է, բայց մինչև 10 թիվը տենց չէր։ Հիմա ես 10 թվից հետո եմ ասում, երբ որ դարավ քաղաքապետ, մինչև այդ տարբեր պաշտոններն են։ Հիմա առավոտյան ժամը 6-ին նույն Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիներ շատ են։ Ժամը 6-ին են դուրս գալի, որ 9-ին հասնեն տուն։ Բան աշխատանքի տեղը։ Հիմա նայեք, Տիգրան Ավինյանը ժամը 6-ին դուրս է գալիս, այս ցրտին, գալիս է այդ սմարթ կանգառներում ճակերտավոր, կանգնում է, որ սպասի տրանսպորտին։ Տենց սպասում միջև 9:30 մի կերպ գալիս է։ Այդ սիրուն տակ սմարթ կանգառներից սա արդեն ես կատակ չեմ անում, էլի լուրջ եմ ասում, թող մի օր տեղերով փոխվի մեր քաղաքացիների հետ։ Այդ կանգառից նստի այդ ավտոբուսը հասնի աշխատանքի, աշխատի, հետո ժամը 6-ին ուզենա հասնի տուն։ 6-ից մարդիկ աշխատանք ստանում են, իրաք շալակած 9:30 իրիկունը նոր հասնում են տուն։ Տեղերով փոխվեք, եկեք ձեր ջանի վրա կհասկանաք, որովհետև միջև ամսի 2018 թիվը դուք տենց բաներ նորմալ էր, կհասկանայիք, դուրս էիք գալի, ճղում էիք ձեզ այդ fake եսի ինչեր էիք կազմակերպում։ Դե հիմա եկեք նույն վիճակն է, ավելի վատ վիճակն ու ավելի թանկացումները շարունակական լինում։ Եվ գալով հիմա եթե քաղաքի հետ կապված կա ուրիշ խնդիր, որ կուզեիք։ Քաղաքի հետ կապված միակ խնդիր կա, որ սիրելի երևանցիներ, միակ մեր խնդրանքն է ձեզ։ Արդեն հայտնի է ամանորյա ծախսերի համար ինչքան գումար է դուրս գալու։ Դեռ ոչ, մենակ մի հատ են տոնածառն է, էլի sense հեսա դուրս են գրել տոնածառ, ասում են արդեն լույսերն ու խաղալիքներն ա ուրիշ, լույսերը կֆռաստեն էսյանի վրա, խաղալիքները։ Էսյանի վրա կասեն մի 20 միլիոն շատ տվեք, էլի ժողովուրդ ջան։ Շատ չտվեք, ինքն է ստորագրողը հանող, ինչ տարբերություն։ Սիրելի երևանցիներ, ուզում եմ մեկ անգամ եւս ձեզ հիշեցնել։ 23 թվականին ձեր քիչ մասնակցության արդյունքում ավականու ընտրությունների ժամանակ դուք չմասնակցեցիք, մերժեցիք իրենց, ասեցիք չենք գնում ընտրության, չենք ուզում իրենց ընտրենք։ Դուք չգնացիք, այս մարդը 845,000 ընտրողից ստացավ 69,000 ձայն, չկարողացավ դառնալ քաղաքապետ, այն հանրապետություն կուսակցությանը կցեց, էլի չկարողացավ, ուրիշ տակից, վրից, եսի մինչեր արեցին, մի կերպ դառավ քաղաքապետ ու հիմա ձեր չգնալու, ձեր պասիվ լինելու արդյունքում Երևանը եկավ հասավ այսօրին։ Երևանում աճ ու ձախ, միայն թանկացումներ ու վատ կառավարում։ Սրա միակ լուծումը մի քանի ամսից համապետական ընտրություններն է։ Երևանցիները իրանց ընտրությամբ պետք է ցույց տան, թե քաղաքացիական պայմանագիրն ու հանրապետություն կցված կուսակցությունը ինչ կարգի վատ կառավարում է արել, ինչ կարգի թանկացումներ է բերել։ Միակ ձեր իրենց պատասխանը դա կլինի։ Էջմացի ընտրությունները կայացան, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, ինչ կարող եք ասել, ձեր թեկնածու Հայ Հայաստանի եւս անմասն չմնաց հետապնդումներից քրեական վարիներ էին իրականացնում, այս ինչով է պայմանավորված ըստ ձեզ, եւ ի վերջո եթե այդպես վստահ է զուռնադղոլով ջախջախում էին տոնում իրենց, որ ջախջախել են, ինչով է պայմանավորված նույն գիշերը Սևակ Խաչատրյանի համախոհների տներ մտան ձերբակալություններ, ձեր թեկնածուի նկատմամբ հետապնդումներ, դեր այլ դուք բազմիցս հանձնվում եք հենց Էջմիածնից կառուցաշարի ժամանակ, որ կոնկրետ մարդկանց գլխի գնում կանգնում, ասում են հեռացվել եք աշխատանքից, որտեղ ձեր հետևեկի կամ մյուս ընդդիմություն։ Էջմիածնում տեղի ունեցող ավականու ընտրությունները արտահերթ աննախադեպ ճնշումների ներքո է անցել։ Մարդիկ վախենում էին տնից, պատուհանը բացում տեսնում էին ընդդիմադիր թեկնածուներ են քարոզաշվանում, այն պատուհանը չէին փակում, հետևից է մի հատ այդ վարակուրը նենց էին փակում, որ շողքը չերևար։ Աճ ու ձախ ազատումներ էր, այս կարգի վարչական լծակ, այս կարգի վախի մթնոլորտ չի եղել։ Նախ ուզում եմ հիշեցնեմ այդ քաղաքացիական պայմանագրին, որ այն 50% խփողները դուք 50% ձայն չեք հավաքել։ 70,000 ընտրողից մասնակցել է 31,000 մարդ։ 31,000-ից ձեն ձայնը տվել 15,000-ը։ Դուք չեք ընտրել, դուք 50% չեք հավաքել, դուք պատկերացրեք։ Իսկ առավել եւս Էջմիածին հոգևոր քաղաքում ԿՊ-ն մերժվել է, հենց Էջմիածնում խայտարակ ձևի պարտվել է ընդդիմությանը։ Իսկ ինչի համար կատարվեց այս խոշորացումը Խոյ համայնքի։
Քանի որ նույն այդ Արգիշտի Մեխակյանը ԿՊԱ-կան, ինքը Խոյ համայնքում արդեն ղեկավար աշխատել էր, իրանց վարչական լծակները տարբեր տեսակի օգտագործեցին, որ կարողանան ձայն հավաքել, բայց էլի չստացան այն ձայները, որին պետք էր։ Դրա շատ լավ հասկանում է ժամանակավոր կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ինքը հասկանում է, որ մի քանի ամիս հետո համապետական ընտրություններ են ու տարբեր նոր ուժեր, տարբեր կոալիցիաների մասնակցության արդյունքում անգամ Խոյ համայնքում պարտություն է կրելու, իրանք դա լավ գիտեն, իսկ վարչական լծակ օգտագործելով, մարդկանց վախի մթնոլորտ տարածելով, այսպիսի ընտրություն կյանքում չի եղել, այսքան օգտագործեցին, այսքան ճնշումներ արեցին, այսքան մեր թեկնածուների առաջի երկրորդ համարի ֆեյք ինչ-որ ապօրինի գործեր կարեցին, էլ բլոգերի ձերբակալեցին, միևնույն է, իրենք չստացան այդ ձայները, դրա այդ լավ հասկանում է Նիկոլ Փաշինյանը, 6 ամիս հետո ինքը դրա պատասխանը կզգա։ Իմիջիայլոց որքան փորձում են Մեխակյանը իրեն հեռացնել, բայց պարզ է, չէ, որ ինքը իր հոր վաստակը ուրացած անձ է եւ գնացել է այս ԿՊ-ի հետ եւ դրա հաջորդ օր ընտրության Փաշինյանը շտապեց դրել, որ վաղաշաբաթցիները ձայն տվեցին գնում են Բելարանը գրողելու։ Սուտ են խոսում, էջմիածնում իրենց ձայն չեն տվել ու ովքեր էլ որ ձայն են տվել, այդ լծակները օգտագործելով, այդ վարչական ապարատը օգտագործելով, այդ մարդկանցից ոչ ոք իրենց այդ նույն ուղեղը մտածելակերպը չունի, որ ձայն են տվել, որ գնան Վեհարանը ազատեն։ Բախի չեն գնում։ 4 օր անցել է, բա գնացեք այդ դուխովներ։ Ուր գնան։ Ուր գնան 4-րդ անգամն այն ֆեյք պատարակ են կազմակերպում, էլ մարդ չմնաց դաջվածքներով, նակոլկեքով, այտենց ասեն, որ լավ հասկանան իրանք։ Տանում են պատարակ են մասնակցում։ Բայց եթե այդքան դուխով եք գնացեք ազատեք, ասում եք պատարակ են կանելու տեղ ու դադար չի լինելու։ 12 հոգի են։ Այդքան գնում ենք պատարակ, այդ պատարակի ժամանակ, որ ասեն ով կա այդտեղ ոստիկանական աշխատողներ, աշխատողներ, կմնան այդ ֆեյք պատարակ մատուցողն են դպիրն ու Նիկոլ Փաշինյանը, մեկ էլ մի քանի հոգի փոխնախարար ու նախարար։ Դե ես այս 4 ամիս լսում եմ ամեն օր գնում է։ Ուր է գնում։ Թող գնա դե։ Մենք Մայր Հայաստան այդ կազմակերպել էր ստորագրավակը՝ ի աջակցություն։ Մենք պատրաստ ենք նորից, եթե այդպիսի քայլ անեն, գնալու ենք պաշտպանենք եկեղեցին։ Ամեն բան։ Այո, ամեն ինչ ակտիվացրել են հիմա, զարմանալիորեն դեռ բոլորը շարունակում են ասել, որ միևնույն ընտրությունով պիտի գնանք։ Սա չի նշանակում, որ այսպես թե այնպես, դրանք արևմուտքը շատ ակտիվ աջակցելու է Թուրքիան, վստահաբար շատ մեծ ահռելի գումարներ են մտցրել ընտրության ժամանակ։ Միանշանակ, բայց եթե մեր ժողովուրդը մի քիչ մեզ լսեր, հենց նույն վաղաշաբաթում էջմիածնում։ Այս մարդը Դե միանշանակ, բայց ոնց ինք որ այդ նույն վաղաշաբաթում քաղաքացիներին հրամցրել են, որ խաղաղությունա ոչ մի կրակել չկա, դա մինչև 26 թվականի հենց նույն ձեր ասած ընտրություններն է, ոչ մի բան չի լինի, 26 թվականին իրան այդ արևմուտք, Ադրբեջան, Թուրքիա, ամբողջ իրանց այդ այնպես կանեն, որ ընտրվի ու կգնա արդեն Հայաստանի Հանրապետություն վերջնական պարակտման ու Դե թող բոլորը միավորվում են նորմալ աշխատեն, ինչ անենք։ Մարդկանց մեջ գյուղերում այնց բաներ են մտցրել։ Դուք որ գնաք շփվեք կհասկանաք ինչա կատարվում։ Այս մարդիկ նայում են հմեկ, շատ քիչ մասան ու պատկերացնում են, որ մենք ապրում ենք շատ լավ ընտիր երկրում ու Նիկոլ Փաշինյանը բերել է խաղաղություն։ Բայց դուրս ես գալի գյուղերից բոլորը արդեն լավ տեղյակ են։ Հիմա միակ բանը մնացել է, նույն վաղաշաբաթում մենք տեսանք, մնացել է վախի մթնոլորտը։ Տներից մարդիկ վախում էին դուրս գային։ Բոլորին ազատում էին աշխատանքից։ Վախն է մնացել, մի տեղ շահն է մնացել,
Շատ քիչ տոկոսի ես չեմ հավատում, որ իրան ընտրելու են։ Եթե միջև 26 թվականին նորմալ ընդդիմությունը, նորմալ ուժերով, նորմալ ձևավորված կոալիցիաներով մասնակցեն, Էտա, այս մարդը կռիվա տալու իր համար, կյանքի կռիվա տալու, իր թալանի կռիվն է տալու, իրան էլ դրսից շատ մեծ աջակցություն ունենալու, բայց ինքը լավ հասկանում է, նույն Էջմիածնի ընտրություններում ինքը հայտարարակ ձայն է հավաքել։ 70,000-ից իրան ձայն են տվել 15,000 մարդ։ Այդքան լծակով, այդքան վարչական լծակներով, վախեցնելով, մարդկանց տանելով ընտրության, տեղամասերի դեմը կանգնելով ու ուղղորդելով, որ պետք է գնան ընտրեն։ Այդքան տանջվելով ստացավ 15,000 ձայն։ Այդ մեծ տարածքից։ Իսկ ես ասում եմ, ես ձեզ ասում եմ, Երևան քաղաքը ամենամեծ ընտրատեղամասն է լինելու։ Խայտարակ ձևի պարտությունա կրելու, վստահ եմ ես ձեզ։ Իրա միակ նպատակը ու միակ փրկությունը այն Արամ Զավենի Սարգսյանն այն թուրքական կուսակցությունն է, որ թուրքերի փողն է սիրում։ Տեսակ այդ կուսակցությունը ինչ եղավ վաղ շաբաթում։ Անցողիկ շեմը չանցավ, երկրորդ անգամ Գյումրիում չանցավ, այնտեղ չանցավ։ Իրանց միակ հույսը մնացել է այդ արևմտամետ մի քանի հոգի կան, որ փողից բացի ոչ մի բան չեն տենում։ Եթե լավ աշխատենք ժողովրդի հետ, 3-4 ամիս բան է մնացել։ Հետո թողեն էլի այս մարդիկ իրանց հանգիստներն ու նոր տարվա այս խնջուկները դուրս եկեք մարդկանց հետ աշխատեք։ Մենակ մի գնացեք լրատվական Որովհետև ժողովրդի չեն աշխատում։ Գնացեք աշխատեք, դուրս եկեք ու գնացեք ձեր կաբինետներից սկսեք աշխատել, 4 ամիս ժամանակ է մնացել։ Բայց ամենօրյա ռեժիմով քաղաքացիների հետ ենք։ Ամեն օր մենք քաղաքացիների հետ ենք։ Ամեն օր ցույց տվեք երևանցիներին, ցույց տվեք ինչա կատարվում այս խայտարակ կառավարում թալանն ու կոռուպցիան։ Երևանցիները հասկացել են։ Դուրս եկեք գնացեք տարբեր մարզեր։ Թող աշխատեն 3-4 ամիս ժամանակ ամենացեք կտեսնեն քաղաքացիները ում կվստահեն։ Անասնակերը բերեցին, անդադ մամուլում շրջանառվում է սանդրագրական ու պատկերացնում եք այդ նորմալ ծորեն լինել հիմա ինչ էին արել։ Անասնակերը ինչպես մատուցվեց հայ ժողովրդին եւ ինչպես է շարունակելու մատուցվել հայ ժողովրդին։ Միայն անասնակերը չէ, տարբեր տեսակի այդպիսի բաներ կլինի։ Հիմա ցանկություն ունեն բենզինը այնպես անել, որ էժան որակով, էժան տեղից բենզին բերեն։ Ամեն ինչ անելու են 4 ամսվա մեջ ամեն ինչ անելու են 4 ամսվա մեջ այդ բացի ցորենից, բենզինից, գազից, հեսա կսկսեն, չէ՞, գազնել իրանց համար էդի ցորեն, ասում եմ ես կգամ կուտեմ, այն մի հատ ունի Շենգավիթում մի հատ բնակիչ ունենք, նախարարել է, ասում եմ կգամ ես կուտեմ այդ ցորենը։ Բայց ամենալավ ցորենի մասնագետ այն մի հատ Վահագն Ալեքսանյան կա։ Էդի շուտվանից այդ ցորենի մեջ կա։ Դե թողեն Եթե իրանք անասնակեր կարող են ուտեն, շատ մեծ հաճույքով ես կնայեմ այդ տեսանյութը, թող ուտեն։ Բայց իմացեք, այնպես պետք է անել, որ ժողովրդի աչքերը բացվի, մարզերում մարդիկ, շատ մարդիկ նայում են միայն հմեք ու չեն պատկերացնում ինչա կատարվում։ Բայց լավ աշխատանքի արդյունքում ես վստահ եմ միանշանակ ստացվելու է։ Նորմալ մարդիկ, նորմալ խմբեր, նորմալ կոալիցիաներ, քաղաքացիներից շփվում էր այդ օդիոս դեմքերի բացակայության արդյունքում ինքս այո ոչինչ ինքս շատ նոր ստեղծված ուժերին կուսակցություններին չի թողնելու մասնակցել դրա համար ինքը արդեն հրամցրել է այդ ոչինչ կլինեն տարբեր նոր կուսակցություններ թող միավորվեն ու գնան ընտրությունների ես վստահեցնում եմ ձեզ եթե լավ աշխատեն քաղաքացիական պայմանագիր խայտարակ է լինելու ու չի անցնելու իսկ իրանց Դե հիմա ես այդ արդեն չեմ կարող ասեմ ինչ են անում, քնած են թե զարթուն են, բայց դուրս եկեք թողեք ձեր ամեն մի այդ առօրյան ու գնացեք սկսեք ժողովրդի հետ աշխատել։